Տիգրան, ինչպես քիչ առաջ նշեցինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է վաղարշաբաթի խոշորացված համայնքի բոլոր 47 ընտրական տղամասերի քվեարկության արդյունքները, ըստ որի վաղարշաբաթի խոշորացված համայնքի հավաքանի են անցնում 3 քաղաքական ուժ, քաղաքացիական պայմանագիր, հաղթանակ դաշինք եւ Մայր Հայաստան կուսակցություն։ Նախ հասկանանք ինչպես է առհասարակը գնահատում վաղարշաբաթի տեղական ընտրությունների արդյունքները։ Ինձ համար նորմալ են, որտեղ մոտավորապես սպասվել է արդյունքներն են, որոնք ստացվել են։ Իհարկե մենք շատ ավելի մեծ ցանկություն ունենք, որ իշխանությունները պարտվեն վաղարշաբաթում, բայց այն տրյուկը, որ իրենք արեցին ընտրություններից առաջ միավորելով վաղարշաբաթ համայնքին, որտեղ մտնում էր վաղարշաբաթ քաղաքի ոսկեհատ գյուղը, միավորեցին Խոյ համայնքի 17 գյուղերով, որոնք այսպես ասած նիկոլական են, հա, փաստացի այդ տրյուկը աշխատեց եւ ստացան այն տոկոսը, որը ստացան։ Եթե մենք տեսնենք բուն Էջմիածին քաղաքում ստացված տոկոսները, ապա այստեղ իշխանությունները չեն հաղթել, ավելին ներկայացնում նաև տեղեկատվություն է տարածվում, որ Սևակ Խաչատրյանի հաղթանակ դաշինքը ընդդիմադիր 200-ին ավել է ստացել, քան նույն իշխանությունները վաղարշաբաթ քաղաքում։ Այսինքն, եթե մենք համեմատենք 2021 թվականի տվյալների հետ, այն ժամանակ իշխող կուսակցությունը վաղարշաբաթ համայնքում, քաղաքում եւ ոսկեհատ գյուղում հավաքել էր 54%։ Այս անգամ մոտավորապես 40%-ը նշանակում է, որ Սևակ Խաչատրյանը չունենալով ադմինիստրատիվ ռեսուրս եւ լծակներ, հա, ինքը կարողացել է Էջմիածին քաղաքում հավաքել նույնքան ձայն, որքան հավաքել իր ամբողջական պետական ռեսուրսով Ալբիշտի Մեխակյանը։ Ավելին, եթե մենք մի բան պատկերացնենք, որ իրենք տեղերով փոխված լինեն, ապա ես համոզված եմ, որ Ալբիշտի Մեխակյանը որպես ընդդիմադիր նույնիսկ կարողանալ 5-ից 10% հավաքել։ Այսինքն այդ փաստը պետք է արձանագրել այդ իշխանական տրյուկը եւ պետք է ուղղակի գնալ առաջ եւ հասկանալ նաեւ վերլուծել ինչ խնդիրներ են եղել եւ այդ խնդիրների լուծումով արդեն մասնակցել կամ արտահերթ ընտրությունների կամ հերթական ընտրությունների։ Էլ եմ ասում, չեմ կարող ասել, որ ընդդիմություն խայտարակ պարտություն է կրել եւ իհարկե չկարելի ասել, որ իշխանությունը ջախջախիչ հաղթանակ է տարել, որովհետեւ ջախջախիչ բառը մի քիչ այլ ոլորտից է եւ եթե իշխանությունը չգիտեն ջախջախիչ բառը որն է, իրենք կարող են երեկվա Պորտուգալը Հայաստան խաղը տեսնել եւ հասկանալ ջախջախիչը դա ինչ է։ Այնուամենայնիվ հասարակության մի մասի մոտ կարծիք կա, որ իշխանությունը կարողացել է այս ընտրությունների միջոցով վերականգնել հանրային վստահությունը։ Ինչ է իրականում քողարկված այս ամենի տակ։ Բացարձակապես որևէ հանրային վստահություն վերականգնված չէ, որովհետև բոլորը տեսել են ինչպիսի process-ներ են գնացել, բոլորը տեսել են այդ տասնյակ խախտումները եւ ավանդական հոսանքի անջատումը, որը 21 թվականից ուրեմն զուգահեռ քայլում է իշխանությունների կեղծիքների հետ, այսինքն դեռևս պետք է հասկանալ ինչ ընտրությունների ժամը 8-ից առաջ, հա, անջատում են հոսանքը եւ ինչ տեխնիկական հարցեր են լուծում այդ ժամանակ, տեսեք աննախադեպ ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառվել, մարդկանց տներում գրանցվում են ինչ-որ անհասկանալի այլ մարդկանց եւ դրանով դրել են վարչարարական անհրաժեշտություն, հա, մենք բոլորս հիշում ենք, կարծեմ Արծուն Խաչիկյանի ստատուսը Էջմիածնի բնակիչ, որ ինքը հայտնաբերեց, որ իր բնակարանում եւս 20 հոգի գրանցված են եւ սա մի փոքր այլ տեխնոլոգիա է, որը կիրառում են իշխանությունները, նախորը գրանցում են այսպես ասած նիկոլական մարդկանց տվյալ համայնքում, իրենք հետո մասնակցում են ընտրություններին, բերում են իրենց ընտրությունների, հետո 1-2 ամիս հետո դուրս են գրում, հա, տվյալ գրանցման վայրից եւ ստանում են իրենց ուզած պատկերը, այսինքն ընտրական կեղծիքների իշխանությունների դա կպարզվի իշխանափոխությունից հետո, բայց այստեղ ինեմ ասում այս ահռելի, հա, ռեսուրսը օգտագործելուց եւ ստանալ այսպիսի արդյունք, հա, երբ նույնիսկ 50% չկարողացավ այդ ուժը վաղարշաբաթ ամբողջական համայնքում հավաքի, դա ուղղակի մի բան է նշանակում, որ օգտագործվել է աննախադեպ վարչական ռեսուրս եւ դրա ապացույցներից նաեւ այն է, որ իշխանության հավաքը, որ եղավ Էջմիածնում հրապարակում, մենք տեսանք, որ այնտեղ հիմնականում Էջմիածնիցներ չէին, այլ այդ Փաշինյանի շրջիկ կրկեսի ներկայացուցիչները։ Ավելին Փաշինյանը չեկավ Էջմիածին, որպեսզի իր տոքսիկ անձնավորությամբ չխանգարի Մեխակյան Ալբիշտին։ Ինչ անելու Փաշինյանը
հանրապետական ընտրություններին եւ որտեղ չի ունենալու Ագիշտի Մեխակյան եւ Սարիկ Մինասյան, որոնց մեջքի հետևում կարող է թաքնվել, դա այլ հարց է եւ դա ավելի շատ պետք է մտահոգի իշխանություններին։ Տիգրան, հանրային վստահությունից խոսեցինք, առաջարկում եմ նաև հանրային հիասթափությունից խոսենք, տեղին է եւ ինչ եւ ինչպես է փոխվել այս 1 տարվա ընթացքում առհասարակ եւ արդյոք հասարակությունը սպասում է նոր քաղաքական առաջնորդի, թե պարզապես փոփոխություն։ Տեսեք, հիասթափություն իհարկե դա մարդկային, ուրեմն այսպես ասենք, զգացմունք է եւ չես կարող ասել չհիասթափվեք ու բոլորը չհիասթափեն, բայց հարցը այն է, որ իհարկե հիասթափվել չի կարելի, որովհետեւ կա նպատակ եւ նպատակը մեկն է փրկել Հայաստանը, հա, փրկել Հայաստանը թուրքացումից, փրկել Հայաստանը վիլայետացումից եւ այս ճանապարհին հիասթափվելը իհարկե դա իմ կարծիքով ավելի շատ թուլության նշան է, քան ուժեղ մարդու լինելու, որովհետեւ պետք է անդադ պայքարես մինչեւ նպատակին չհասնես։ Իհարկե կան ուժեր եւ իշխանության մեջ եւ ցավոք սրտի ընդդիմության մեջ, որոնք փորձում են հիասթափեցնել ժողովրդին, որպեսզի ինչ որ ալտերնատիվ առաջարկեն, բայց անցել է 21 թվականից, հա, տենց ամենամեծ հիասթափությունից հետո բավական երկար ժամանակ եւ մենք տեսնում ենք, որ այդ այսպես կոչված ընդդիմության ընդդիմադիրները իրենք չեն կարողանում որոշակի ինչ-որ ալտերնատիվ առաջարկել իրողությանը, իրենք նաև շանս ունեն Էջմիածնի ընտրություններին մասնակցել կամ օժանդակել այն մարդկանց, ովքեր ըստ իրենց կարող են հանդիսանալ որպես երրորդ ուժ, բայց դա էլ չարեցին։ Վաղաշաբաթ ընտրությունների մի բանն էլ այն է, որ այստեղ չի մասնակցել բավականին խոշոր ընդդիմադիր ուժ, նոր ձևավորվող, հա, որը որոշակի տոկոսներ կարող էր տանել այնտեղից, որտեղից չկարողացավ տանել ընդհանրին ձայներ Սևակ Խաչատրյանը կամ Մայր Հայաստանը կամ նույն Արտուր Վանեսյանը, այսինքն ընդդիմությունի ռեզերվները ունի եւ ելի եմ ասում ճիշտ հաշվարկի, ճիշտ աշխատանքի դեպքում հաջողության կարելի է հասնել, իսկ հիասթափվել պետք չէ, որովհետեւ հիասթափվելը դա անկշվածություն է, դա մահացի մեղքերից մեկն է։ Իսկ ինչ խնդիրներ են հիմնականում ազդում մարդկանց քաղաքական ընտրության վրա հենց այսօր։ Խնդիրները շատ են, կենցաղայինից սկսած, որովհետև տեսեք 2018 թվականին Փաշինյանը եկավ նաև այն կարգախոսով, որ ժողովրդը տուգանքի մատերիալ չի, իսկ հիմա տուգանում են համարյա թե բոլոր հնարավոր ուղղություններով եւ հիմա նոր հարկ տուգանքի բան է մտնում, դա պարտադիր առողջապահությունն է, ապահովագրությունն է, առողջապահական եւ սպասելիքները Փաշինյանից չարթարացան ժողովրդի, որովհետև տարբեր տեղերում ինքը փաստացի իրենց խափեց, հա, եւ տարբեր շերտերին ժողովրդին խափեց դրա համար եթե այդ ուղղությամբ ընդդիմությունը կարողանա ճիշտ աշխատել եւ այսպես ասենք կազմակերպել, որ իշխանության կողմից բոլոր խափված եւ հիասթափված մարդիկ մասնակցեն ընտրությունների եւ քվեարկեն նոր ընդդիմադիր ուժերի համար, նոր առաջարկների համար, իմ կարծիքով ամեն ինչ կստացվի եւ նաեւ պետք է մի բան հասկանալ, ինչն է բավական հետաքրքիր, որ այսքան ժամանակ նաեւ որոշ ընդդիմադիրների կողմից տարածվող թեզը, որ Ռոբերտ Քոչարյանը տոքսիկ անձնավորությունը եւ Ռոբերտ Քոչարյանը անուն տալ չի կարելի եւ մասնակցել ընտրությունների եւ այստեղ ջախջախվեց, արդեն կարելի է այդ բառը ասել եւ Գյումրի ընտրությունների ժամանակ ջախջախվեց, որ Ռոբերտ Քոչարյանը իր անելիքը անում է իր գաղափարախոսությունը, իր ազդեցությունը կա ընտրազանգվածի վրա, ինքը իր տոկոսը ունի, հերթը մնացած կուսակցություններն են, որոնք իրենց էլեկտորատը եթե հավաքագրեն եւ այնուհետեւ ընտրություններից հետո կարողանան ճիշտ կազմակերպեն մասնակցեն ընտրությունների, առավելագույն էլեկտորատ կարողանան հավաքագրեն ընտրությունների, այնուհետեւ կարելի է հաղթել։ Այսինքն խնդիրը հիմա ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձի եւ վրա ինքնահաստատվելն, այլ սեփական ռեսուրսները զարգացնելը։ Եվ ամփոփելով զրույցը առաջարկում եմ անդրադառնալ ապագա հեռանկարներին, առհասարակ ներքաղաքական ինչ զարգացումներ սպասել առաջիկա ամիսներին։ Դա պետք է հետևեն ինչ կանի Փաշինյանը, որովհետև տեսեք ինքը այսօր ասեց, որ փորձել է արագացնել վեհապարի հրաժարականի հարցը եւ վեհարանի գրավումը, ասել է, որ ժողովրդի իրեն մանդատ է տվել, այստեղ էլի ժողովրդի իրեն մանդատ չի տվել, որովհետև Խոյ համայնքը, որը մեծամասնությամբ քվեարկել է Փաշինյանական տեխնատուի համար, այդ համայնքի տարածքում չի գտնվում Մայրաթորը, Մայրաթորը գտնվում է Էջմիածին քաղաքում եւ Էջմիածին քաղաքը ու առնվազն մեծամասնություն չի տվել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը իր պլանը օգտագործի, այսինքն դրա մասին ինքը կարող է մոռանալ, բայց այստեղ իմ կարծիքով եւ իշխանությունը եւ ընդդիմադիր կուսակցությունները իրենք հիմա նախապատրաստվելու են ու առնվազն
հերթական ընտրությունների, բայց իհարկե պետք է պատրաստ լինել, որ ինչ-ինչ բերումներով կարող է լինել արտահերթ ընտրությունները, այսինքն անդիմության դրջանալու, վերախմբավորվելու, ռեսուրսները ճիշտ հաշվարկելու եւ սխալների վրա աշխատելու բավականին, այսպես ասենք, նորմալ ժամանակ ունեն դեռևս, որպեսզի կարողանան ընտրությունների ժամանակ վերջապես այնպես անել, որ Հայաստանը չդառնա թուրքական վիլայետ, այլ քիչ թե շատ մնա որպես անկախ պետություն։